Ողջույն ձեզի սիրելի հասկագիցներ, ահավասիկ Սուրբ Շարբելի արձանն է, մենք հասանք Սուրբ Շարբելի մենաստանը, ուր ան 23 տարի առանցնության մեջ ճգնեցավ այս Սուրբ վայրերուն մեջ։ Անպայմանորեն երբ գայցել եք Սուրբ Շարբելի եկեղեցին, ուր անոր մարմինը կամ մասունքները հանգչած են, անպայման պետք է բարձրանաք այս ճգնարանը։ Լիբանանը սքանչելի է իր բնությամբ և գեղեցկությամբ։ Այս ծառին տակը Սուրբ Շարբելը միշտ առանձնացած ու Աստծո խոսքը ընթերցած է, ինքը լրագիած Սուրբ եղած է Սուրբ Շարբելը, և իր կյանքի օրինակով իսկապես կրծած է Աստծո հետ հաղորդակցիլ և մարդոց Քրիստոսի օրինակը հլալ։ Այստեղ են գրնանք դեսնել ասիկա Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ խոսքերն է, որ ասավ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխու 27-րդ համարի մեջ, որ ինձի եկեք բոլոր հոգնածներ և ծանրաբեռնվածներ, և ես ձեզի հանգիստ պիտի տամ։ Սիրելիներ, սքանչելի վայրը ճգնության, այստեղ շատ խիստ ծմերգն է, այստեղ է, որ Սուրբ Շարբելը և ուրիշ ճգնավոր եղբայրներ միասին ապրած են, միասին գործած են և ճգնած են։ Ասիկա այն մադուրն է, որու մեջը իրենք աղոտ գրած են։ Այս ճգնարանի եկեղեցին Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներու անունով է, ինչպես կտեսնեք, Սուրբ Պետրոսի ձեռքի մեջ միշտ խորհրդանիշը բանալիներն են, որտեղ Տեր Հիսուսը ասավ քեզ պիտի հանձնեմ երկնքի առկայության բանալիները, որու որ մեղքերը ներես պիտի ներվի և որու որ կապես պիտի կապվի, իսկ Պողոս առաքյալի խորհրդանիշը սուրն է, որովհետև գլխատվեցավ Պողոս առաքյալ, անոր համար երբ կտեսնեք բանալի Սուրբի մնացերկը, որ բանալի կա, Պետրոս առաքյալն է, երբ կտեսնեք Սուրբ, որ ցերկը սուր կա, Պողոս առաքյալն է։ Այս եկեղեցի մադուրը իրենց անունով է։ Եկեք սիրելիներ, այս Սուրբ վայրի մեջը խոնարհենք և Տեր ողորմյա երգենք։
Շարունակենք սիրելիներ, բոլորիս աղոթներ Աստծով ընդունելի են լավ, շարունակենք այցելել այն սենյակները, ուր Սուրբ Շարբել և իր ընկերները ճգնեցան երկար ժամանակ։ Ասիգա առաջին ճգնավորն էր այս շրջանին, ինքը հայր Էլիկիա Հարդինի կոչվեր և աստվածամոր պատկերին դիմացն է։ Այստեղ սիրելիներ եկեղեցվո առարգաները կան, թե ձիսական, ինչպես կտեսնեք, ձիսական քիրքերը, մոմակարները, որքան խոնար էին, տեսեք սիրելիներ, ձնձղա էր ասիգա, աշտարակները, այստեղ կպատրաստեին իրենց քինիները, բադրակին համար, տեսեք դիգը, և նաև հողագործությամբ կապրեին այստեղի վանականները, իրենց գործիքները։ Այստեղը ճգնարանի սենյակները մեկն է սիրելիներ, տեսեք այսքան փոքրիկ սենյակի մեջ ճգնավորները իրենց ամբողջ ուրեմն ճգնության ընթացքին կապրեին։ Այստեղը Սուրբ Շարբելի պատկերն է, որ իր ուրեմն ճգնարանին մեջը աղոթքն էր Աստծո։ Այստեղը այս ձարեն գդորմն է սիրելիներ և գաղնի ձարի գդոր է, որուն դագը այս ձարը երբ որ գարան շուշտ, այդ ձարին դագը Սուրբ Շարբելը իր աղոթները գներ ամենօրյա։ Այստեղ է Սուրբ Շարբելի առանձնասենյակը ճգնարան այստեղ էր, ասիկա իր խսիրն էր, որ քեդինը կբարգեր, անշուշտ հիմա նորոգված է սիրելիներ, բայց հավասիկ այստեղ էր, որ կքնանար Սուրբ Շարբելը իր ճգնարան եղած է այստեղ։ Այստեղ կկատարվեր Սուրբ Պատարագը, չեք կրնար երևակայել որքան ցուրտ վայր է։ Այստեղ եղած է առաջին ճգնարանը։ Ճգնարանի բադուանեն դեսեք խաչը։ Խաչ քո երիցի մեզ աբավեն Տեր Հիսուս, քո խաչըդ մեզ աբավեն թող լավ Տեր Հիսուս։ Որպեսի երբ որ վերստին երևիս Տեր, մենք ամոթով չգանքնենք քո դիմացդ, այլ քո զորությանդ փերգրինք եւ ուրախանանք, որպես լույսի որդիներ եւ ցերեգի որդիներ։ Այս Սուրբ ճգնարանն ետքը ցեզի ցույց պիտի դամ այն վայրը, ուր Սուրբ Շարբելը մահացավ։ Այստեղ վերջին դեղն էր սիրելներ, որ Սուրբ Շարբելը ապրեցավ եւ մահացավ այս վայրի մեջ։
Սուրբ Շարբելի գդորեն, որ արույն է և կրդինք։ Այս վայրի մեջն էր, որ Սուրբ Շարբելը իր մահգնացուն գնքեց։ Տեսեք սիրելիներ, առաստաղը։ Ով մեծ Սուրբ, թուն լրագիած Սուրբ, որ ամբողջ կյանքդ ապրեցար Քրիստոսի մտերմության մեջ և Քրիստոսը նմանագեցիր քո կյանքովդ։ Բարեխոս եղիր մեր բոլորին Տիրոջ ու Փրկին Հիսուսի մոտ, որովհետեւ մենք ալ սրբությամբ ապրենք, ներշնչե մեզ քո սրբությամբդ, որ կալենք քո կալած ճանապարհդ եւ հասնենք այն բարտին, որ դու արժանի եղար։ Օրհնյալ լա քո իշադակդ։ Սուրբ Շարբելը նաև գոչվի սիրելիներ Լիբանանի Падրեպիոն։ Այստեղ ահա գտեսնեք սնոբարի ծառերը և ամբողջ քաղաքը կամ լեռները։ Որքան խաղաղություն կա այստեղ։ Երկինքը և երկիրը իրարու կանտիվին այստեղ։ Սուրբերը այսպես բարձրաթիր վայրերու մեջ կլան։ Կապրեին։ Փառք մեծ Տեր Հիսուս, փառքդ մեծը լա։ Խաղաղություն թողլա Լիբանանի, խաղաղություն Սուրյո, Տեր պահպանը մեր զավակները, ամեն տեսակ փորձատներ են, փորձություններ են, եւ բոլոր անոնք, որոնք դեր աղոթքով քեզ գտիմեն, թուն իրենց աղոթքը կատարե։ Քո անունով կխնդրեմ, ով Հիսուս հայրիկ, օրհնությունդ անբագաս լա մեր բոլորին վրա են։ Բոլոր սուրբերուդ բարեխոսությամբ։ Ամեն։